Ձեր կարծիքով արդյոք Հայաստանում անհրաժեշտ է նոր քաղաքական ուժի ձևավորում կազմված երիտասարդ եւ պրոֆեսիոնալ կադրերից։ Միշտ էլ կա դրա անհրաժեշտությունը, բայց եկեք նորը հանենք։ Թող համալրվեն, թող միանան, թող դառնա մի կուռ բռունցք եւ առաջնորդի նա, ով որևէ բանով իր կենսագրության որևէ էջով չի արատավորել հայ ժողովրդի Հայաստանի նկատմամբ իր գործունեությունը։ Որևէ կերպ չի արատավորել ու ժողովուրդը կհետևի իրենց։ Ես կարծում եմ, որ կա։ Իսկ հայաքվեի մասին տեղյակ եք։ Տեղյակ եմ, ես մասնակցել եմ, շատ լավ տեղյակ եմ։ Եվ տեղյակ եմ, թե պարոն Չալաբյանը հիմա ինչով է զբաղված արտասահմանում շատ հետաքրքիր ու շատ օգտակար գործունեությամբ։ Երիտասարդները մեր ապագան են, դա հաստատ եւ ես գիտեմ, որ հիմա մեր շատերի իհարկե դժգոհում են, ասենք թե ասում են, մեր ժամանակ էսերն էր եւ այլն, ցանկացած պետականությունը, ցանկացած կառավարությունը միշտ անպայման պետք է ունենա երիտասարդական թեմ, որպիսի միշտ լինի առաջ գնացող, գիտեք, եթե մենք համեմատենք բնության հետ, չէ որ անտառում էլ անընդհատ նոր տնկիներ են, չէ դուրս գալիս, որ են հները որ գնան, արդեն այդ տնկին մեծացած ծառ դառնա։ Իմ կարծիքով ոչ մի քաղաքական ուժ չի կարող փոխվել, ոնց որ կան իրանք, տենց էլ մնում են։ Ոչ մի տարբերություն չկա այս թատրոնը որ ցույց են տալիս, չգիտեմ ում համար է, բայց մեր համար չի։ Այո, նոր սերունդը ավելի ժամանակակից, ավելի մտածելակերպ, ավելի այլ կերպ ժամանակ հետ համահունչ է, ժամանակի շունչ է դարձել, հիմա այդ է, ժամանակներն ուրիշ են, ժայլներն ավելի ճիշտ են մտածում, ավելի բան են, էլի, իմաստուն են։ Взгляды у нас более стали передовыми, и наше старшее поколение уже не так думает, как молодежь. Поэтому лучше всего, если будут взгляды передовыми. И новая организация, конечно, нужна политическая организация из молодых. Այո, ուղղակի այս պարագայում տարբերակ չեմ տեսնում, որովհետև ընդդիմությունը ինքը շատ է նահանջել, առհասարակ կա, իհարկե կա։ Այո, լավ կլիներ։ Այդ հարցին չեմ կարա պատասխանել, որովհետև արդեն հոգնել ենք բոլորը շոուները, ինչ են անում է ժողովրդի գլխին, դրա համար չեմ էլ սիրում որ պատասխանել։ Երիտասարդությունը ավելի պայծառ է, ավելի առաջ խաղացում է իրեն շատ է, այո, կա։ Իսկ հայաքվեի մասին տեղյակ եք։ Այո։ Այնքան խառնավիճակը ոչինչ չեմ կարող ասել։ Պետք է ուղղակի նայել, թե ովքեր են մեր երկիրը տանում կործանման։ Մեր երկիրը տանում են կործանման այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող խմբակը եւ այդ վարչապետի աթոռը զբաղեցնողը ու նախկին կոչված մյուսները, որոնք իրար հետ ձեռք-ձեռքի տրված նույն գործն են անում։ Պետք է ընդհանրապես տրամաբանորեն նայել, թե այդ երկու ուղղությունները նախկին եւ ներկա կառավարող կազմերի իրանք ումից են վախենում, ում լսափող չեն տրամադրում, որ կուսակցությունն է, որ ուղղությունն է, որ իրանց համար վտանգավոր են համարում։ Որ հիմիկվա իշխող ղեկավարությունը պետք է հեռանա, պետք է գա նոր ուժեր, նոր մարտահրավերներ, չգիտեմ, ինձ թվում է, որ սրանց ժամանակը լրացել է։ Իմ կարծիքով խիստ անհրաժեշտություն կա, ոչ թե կա ու ինձ թվում է նույնիսկ այլ ընտրանք չունենք, որ պետք է նոր ուժ անպայման լինի, հակառակ դեպքում կրկնությունը գիտության մայրն է, այսինքն կկրկնվի են ինչ որ տեղի է ունեցել, որովհետև եթե մի բանը մի անգամ տեղի է ունենում, կարող է տեղի չունենա, բայց եթե տեղի է ունենում երկու անգամ, այսինքն ենթադրենք դավաճանություն, ապա անպայման երրորդ անգամ արդեն օրինաչափություն է, դա աքսիոմա է։ Այսինքն այդ նույն ուժերին մենք չենք կարող վստահել այն ինչ որ ներկայում ունենք, բայց իհարկե միգուցե հույս կա, որ ներկայիս ինչ որ ուժեր կարող է տրանսֆորմացվեն եւ իրենց մեջ նոր լիցքեր, նոր ուժեր ներգրավային, ընդհանրենք երիտասարդական, որոնք որ կարողանան այդ ձևավորել այդ երրորդ անհրաժեշտ իշխանությունը
բայց ինձ թվում է այնուամենայնիվ նոր մարդիկ են պետք։ Ես դրա կողմնակիցն եմ, ուղղակի պետք է այդ մարդկանց տեսնել, գտնել, միգուցե իրենք իրենց մասին բարձրաձայնեն, համենայն դեպս զգում եմ, որ այո, երրորդ նոր տիպի մարդկանց կարիք է զգացվում։ Հայաքվեի մասին տեղյակ եք։ Լսել եմ։ Անհրաժեշտությունը միշտ էլ կա, բայց եթե մենք ունենք 75-ից ավել տարբեր քաղաքական խմբեր ու կուսակցություններ, ավելի լավ կլիներ մինչև նորը ստեղծելը այդ ընդհանուր կետեր գտնեին ու իրար հետ համագործակցեին։ Անպայման չի իրար միանային, այլ որոշակի հարցերի շուտ իրար հետ համագործակցել։ Սա ավելի ռացիոնալ է եւ ճիշտ, քան թե եւս մեկը ստեղծենք, որը հայտնի չի, ամեն օր են ստեղծում։ Վերջերս 2 կուսակցություն ստեղծվեց, ամեն մեկում 4.5 մարդ։ Իսկ հայաքվեի մասին տեղյակ եք։ Տեղյակ եմ, նախաձեռնությունը շատ ճիշտ է, շատ լավ է, բայց քանի որ չստացավ այն ծավալը, որը ակնկալվում էր։ Շատ ափսոս։ Մեր վարչապետը բազմիցս վերջերս ամեն օր 4 անգամ եւ ավել կրկնում է մի արտահայտություն սրբության սրբոց։ Եթե մարդը 53 կամ 57 տարի ապրել է երկրագնդի վրա, դպրոց է գնացել ու չգիտի, որ իր լեզվի մեջ նման արտահայտություն չկա։ Եվ դժվար չի բառարանը բացել, այս քանի օրվա ընթացքում մեկը իրան չի խորհուրդ տվել, բացեք բառարանը նայեք, մի կողմից մանրուք է, մյուս կողմից էլ բնորոշում է մարդուն, որը որ այդ դերը վերցրել է իր ուսերի վրա։